Խաղաղություն։ Ես դեռ վաղուց, երևի նորահավատ ժամանակներից, երբ արդեն միտքս լուսավորվել էր, ես այս աղոթքը անում եմ եւ անգամ մինչեւ հիմա անում եմ։ Ժամանակ առ ժամանակ նորից եմ այդ աղոթքը կրկնում։ Եվ գիտեք ինչ եմ աղոթում։ Ասում եմ Տեր, իրոք խնդրում եմ Տեր, օգնիր, որ ես չխաբվեմ։ Թեկուզ այսքան տարիների հավատացյալ լինելով, ես նորից ընդունակ եմ խաբվելու, ես մարդ եմ, խնդրում եմ Տեր, ամեն գնով, ամեն կերպ, ես չգիտեմ, ինչ կնստի իմ վրա դա, բայց արա ամեն ինչ, որպեսզի ես չխաբվեմ, ես չեմ ուզում խաբվածների մեջ կանգնեմ քո առաջ, որտեվ ամեն խաբված կամա թե ակամա ինքը դառնում է խաբող։ Ես այսօր ուզում եմ միտեղ կարդամ հենց այդպիսի խաբված մարդկանց մասին է այստեղ գրված Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 21-րդ խոսքից Ոչ թե ամեն մեկը, որ ինձի Տեր, Տեր կսե, պիտի մտնի երկնքի թագավորությունը, հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կկատարե։ Շատերը, ոչ քչերը, ուշադրություն դարձրեք, շատերը, այն օր ինձի պիտի ասեն, Տեր, Տեր, չէ որ քո անունովդ մարգարեություն էինք եւ քո անունովդ դևեր հանեցինք եւ քո անունովդ շատ հրաշքներ էինք եւ այն ատեն անոնց հայտնապես պիտի ասեմ թե ես բնավ ձեզ չէի ճանչնար մեկդի գացեք քովես դուք որ անօրենություն կգործեիք Տարիները ես այս տեղը կարդացել եմ, բայց մինչև վերջ, կարծես անբավարար է մնացել, չեմ բավարարվել այն մեկնություններից կամ այն խորությամբ այդպես էլ այս խոսքի իրական կարծես իմաստը Հիսուսն ինչ նկատի ունի, ինչու է այստեղ այսպիսի բարերով նրանց այս խոսքերը ուղղում, մեկդի գնացեք ինձ մե, այնպիսի մարդկանց, որոնք իր արջև կանգնած, ասում են քո անունով, չէ որ ասում է քո անունով մարգարեություն էինք, ուրեմն հաստատ արել էին, նրանք հնարավոր չէ, որ Տիրոջ առաջ կանգնած, նրանք սուտ խոսեին, իրոք նրանք Տիրոջ անունով մարգարեություն էին արել, և քո անունով դևեր հանեցինք, և քո անունով շատ հրաշքներ էինք, Բայց Տերը նրանց ասում է մեկդի գնացեք ինձնից, անոնց ասում է հայտնապես պիտի ասեմ, բնավ ձեզ չէի ճանչնար, ոչ թե հիմա չեմ ճանաչում, չէի ճանչնար, այն ժամանակ էլ չէի ճանաչում, ինչու, որովհետև դուք անօրենություն էիք գործում, Այստեղ ես երկու բարերի վրա եմ ուզում կանգ առնել, Տիրոջ օգնությամբ, այն ինչը որ Հավատում եմ, որ նորովի Տիրոջ հոգին այդպես ծածկոց վերցրեց և ուշադրությունը հրավիրեց այդ շատ կարևոր հարցի վրա, ճանաչել և անօրենություն բարերի վրա կանգնենք։ Որն է այդ անօրենությունը, և ըստ էության երևի թե լրջագույն անօրենությունը, ընդհանրապես ամեն մեղք անօրենություն է Աստծո խոսքն ասում է, բայց այս որ անօրենության մասին է այստեղ Հիսուսը, որ նկատի ունի և նրանց ուղղում այս խոսք ասում է, դուք անօրենություն էիք գործում։ Ես ձեզ չէի ճանաչում։ Հովանու 10-14-ը, եկեք կարդանք, Հովանու ավետարան, 10-րդ գլուխ,
14 խոսք։ Ես եմ բարի հովիվը եւ կճանչնամ իմ իններես եւ կճանչեցվիմ իմ իններես։ Ես եմ բարի հովիվը, որ ճանաչում եմ իմ իններիս, Տերը բոլոր իմ իրեններինը, ովքեր իրենն են, ճանաչում է։ Բայց դուք այստեղ ուշադիր եք, անմիջապես նա ասում է, եւ ճանաչված եմ, ճանաչվում եմ իմ ինների կողմից։ Այսինքն նրանք, ովքեր իմն են, նրանք էլ ինձ են ճանաչում։ Եվ իրոք ճանաչելու հարցը այն գլխավոր հարցն է, որ ավետարանով դրված է ամեն հավատացյալի առջև։ Որտեվ եթե արագ կարճ մի անգամից ասեմ, բայց կհիմնավորենք Սուրբ գրքով, ովքեր այդպես էլ չկարևորեցին կամ չեն կարևորում Տիրոջը ճանաչելը, նրանց հավատացյալ դառնալու նպատակը գլխավոր սա չի, որ ճանաչեն Տիրոջը։ Նրանք չեն փոխվի, որտեվ ճանաչելով ենք մենք գնալով փոխվում ու ավելի նմանվում իրեն։ Որտեվ ճանաչելով ենք մենք իրոք հայտնվում այն ճիշտ տեղում կամ այն Աստծո համար ընդունելի դիրքում, որտեղ Աստված էլ ավելի ոչ թե մի հատ չափ կա, որ ասենք, ահա մինչև այստեղ ճանաչեցիք բավարար է։ Ով ոչ, հավիտենությունն էլ բավարար չի լինելու Տիրոջը ճանաչելու, այս մասին չի խոսքը։ Բայց ճանաչելու մի հատ չափ կա, մի հատ մակարդակ կա, որ Տերը այս երկրավոր կյանքի ընթացքում ինքը նախատեսել է, որ ամեն իրենները իրեն պիտի այդպես այդքան ճանաչեն։ Եվ ճանաչել հնարավոր չի առանց հաղորդակցության։ Ըստ Աստծո խոսքի։ Հնարավոր չի մեկը չունենա հաղորդակցություն Տիրոջ հետ եւ արդյունքում ճանաչի իրեն։ Հնարավոր չի, որ մեկը Տիրոջ ներկայության մեջ չապրի եւ այսինքն չգտնվելով նրա ներկայության մեջ կարողանա ճանաչի իրեն։ Աշակերտները 3 տարի եւ ավել Տիրոջ ներկայության մեջ էին։ Տերը այսինքն ֆիզիկապես նրանց հետ էր։ Բայց նրանք այդպես էլ չճանաչեցին, ում հետ գործ ունեն, ով է այդ Տերը։ Եվ եկավ իրավիճակ ստեղծվեց, բոլորը թողեցին, չէ, փախան։ Եվ ըստ էության, այո, նրանք չէին էլ կարողացել ճանաչել։ Ինչու՞։ Նրանք դրսից ինչ որ ընդհանուր այդպես ասած տեղեկություններ իմացել էին նրա մասին, կարծես ինչ որ կարծիքներ էին կազմել, բայց այդ ամենը չբավարարեց փորձության ժամանակ, որտեղ նրանց ճանաչելը դրսից էր։ Բայց Աստված այդպիսի ճանաչելու տարբերակ մեր առջև չի դրել։ Ես ընդգծում եմ այսօրվա իմ խոսքի առանցքային խոսքը հենց ճանաչել բառն է։ Եկեք Քահանայապետական աղոթքից Հիսուսը 17-րդ գլխում Հովանու ավետարան հիշում եք։ Ինչ է կարևորում այնտեղ։ Եկեք լսենք եւս մեկ անգամ։ Երրորդ խոսքը 17:3 Հովանու ավետարան։ Եվ այս է հավիտենական կյանքը, որն է հավիտենական կյանքը։ Որ ճանաչեն քեզ միմիայն ճշմարիտ Աստվածդ ու Հիսուս Քրիստոսը զորդուն ղրկեցիր։ Ահա հավիտենական կյանքը։ Որ ճանաչեն քեզ միմիայն ճշմարիտ Աստվածդ եւ Հիսուս Քրիստոսը զորդուն ղրկեցիր։ Ուրեմն հավիտենական կյանքը Աստծո ճանաչողության արդյունքն է։ Առանց Աստծո նկատի ունեցած չափով, ձևով, բնույթով ճանաչելու հավիտենական կյանքը, այդպես ասած, գործնականում
ունենալը դառնում է մեծ հարցական, ոչ միայն հարցական, այլ այդպես էլ մարդը չի կարող արժանանալ այն կյանքին, որ Տերը խոստացել է։ Տեսեք, Տերը գին է վճարել, ամբողջ գինը Տերը վճարել է, որ ամեն իրեն հավատացողը, թե քույր, թե եղբայր, հասցնի այս երկրավոր կյանքի ընթացքում ճանաչի իրեն։ Բայց ես ասացի, ճանաչելը ըստ Աստծո խոսքի, ես շարունակության մեջ կկարդամ, Հիսուսը ինչ նկատի ունի ասելով, որ ճանաչեն քեզ, ինչպես ճանաչեն։ Այս նույն 17-րդ գլխի հետևյալ խոսքը 20-21, բայց ոչ թե միայն անոնց համար կաղաչեմ, հապա անոնց խոսքով բոլոր ինձի հավատացողներու համար ալ, որպիսի, ուշադրություն դարձրեք, որպիսի ամենն ալ մեկը լան, ինչպես դու նով հայրի մեջս, ու ես քու մեջդ, որպիսի անոնք ալ մեր մեջ մեկը լան, որպիսի աշխարհը հավատա, թե դու ղրկեցիր ձեզ։ Եվ այն փառքը զոր դուն ինձի տվիր, ես անոնց տվի, որպիսի մեկը լան, ինչպես մենք մեկ ենք։ Այդ փառքը ես, որ դու տվիր ինձ, ես տվեցի նրանց, որպիսի մեկը լան։ Ուրեմն Աստծուն փառավորելու ուշադրություն դարձրեք, այն ինչ որ ես սկզբում այդ խոսքն ասեցի, իհարկե Տիրոջից ուղղված ինձ, որ ես փոխանցեմ, մեկին գումարած մեկ հավասար չէ երկուսի, մեկին գումարած մեկ հավասար է մեկի։ Եթե մենք եկել ենք գումարվելու Տիրոջը, այդպես պատկերավոր ասած, միանալու Տիրոջը, միանալու արդյունքում երկուս չեն մնում, մնում է մեկը, եւ ով այդ մեկը հենց ինքն է, նոր մարդը, Տերն է։ Դրա համար Հովանու 15-ում ասում է իմ մեջս կեցեք։ Դրա համար Փիլիպեցիների նամակում ասում է Պողոս առաքյալը, այնտեղ շատ կարևոր բան է ասում, ես ամեն ինչից զրկվեցի, աղտեղություն եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ ու իր մեջ գտնվեմ։ Մեկ այլ թարգմանությամբ ավելի նույնիսկ ընդունելի իմաստը սա է, որպեսզի ես ինձ գտնեմ իր մեջ, որպեսզի դու քեզ գտնես իր մեջ, դու այնտեղ ես, բայց դու կարիք ունես հայտնությունը այդ ունենալու եւ քեզ գտնելու, որ հայրը այլևս քեզ առաջի Ադամից տեղափոխել է երկրորդ Ադամի մեջ եւ ուզում է, որ դու քեզ միշտ տեսնես, որ այնտեղ ես։ Եվ այդ դիրքից ապրես, եւ այդ դիրքում մնաս։ Եվ դուրս չգաս այդ ճշմարտությունից։ Դու այլևս քո մեջ չես, դու նրա մեջ ես։ Դու քո բնական մարդու, քո բնական կյանքի մեջ չես։ Աստված այդ գինը դրա համար է վճարել, որ քեզ տեղափոխի նոր մարդու մեջ, Քրիստոսի մեջ։ Եվ դու ներկայացնես ոչ թե քեզ, այլ նրան, որպես ճշմարիտ հավատացյալ, որ նա փառավորվի, որ նրա փառքը երևա։ Քանի դեռ մենք մեկին գումարած մեկ, երկուս ենք դեռ, մենք մեր փառքը պիտի փնտրենք։ Քրիստոսից դուրս ապրելով մենք հնարավոր չի, որ մեր փառքը չփնտրենք։ Առանց Տիրոջ հետ մեկանալու, իսկ դա ցավոտ process է, ցավոտ ասելով նկատի ունեմ, զոհասեղանին դրվելու բաներ կան։ Ստեղա որ շատ հավատացյալներ տարիներ անց կանգ են առել ու կանգնած մնում են ու առաջ չեն գնում։ Եվ արդյունքում նրանց որպես այդպիսին հոգևոր մարդ դառնալը միշտ հետաձգվում է։ Նրանք հավատացյալ են, բայց հոգևոր բարի ճիշտ իմաստով նրանք չեն դառնում։ Ինչու՞, որտեղ մեկին գումարած մեկ դեռ հավասար է երկուսի։ Նրանք չեն ուզում ամբողջովին տեղը զիջեն։ Իրոք ամեն ինչ դնեն Տիրոջ ոտքերի տակ։ Եվ իսկապես հավատան, որ իրենց համար բարի է
որ իրանք մնան ամեն օր զոհասեղանին, իրենց ապրելու, իրենց համար ապրելու հարցում, իրենք ամեն օր մեռնեն, ինչպես Պողոսը երկրորդ Կորինթացիների 4:10-11-ում ասում է, ամեն օր մեռնում ենք, որպեսզի Քրիստոսի կյանքը մեր մեջ հայտնվի։ Եվ Քրիստոս մեռավ 5-րդ երկրորդ Կորինթացիների 5-րդ գլուխ 15-րդ խոսքում, ասում է Քրիստոսի սերը մեզ ստիպում է, եւ մեր հիմա մտածմունքը, մտածելակերպը սա է, որ եթե մեկը մեռավ ամենուն համար, ուրեմն բոլորն էլ մեռան բոլորը։ Աստծո իրականության մեջ, Աստծո արդարության մեջ, ճշմարտ այդ բանը տեղի ունեցել։ Երբ Քրիստոսը մեռավ ողջ մարդկությունը, նա ամփոփել էր իր մեջ ողջ հին ստեղծագործությունը Աստված եւ որդու մեջ խաչին ագամել։ Բայց երանի են մարդուն անհատապես, ով որ տեսնում է ինքը նույնպես մեռել է։ Մինչև մենք չտեսնենք, որ մեռել ենք, մենք չենք ապրի մեզ համար մեռածի պես։ Եվ փառքը Աստծուն տալը այդպես էլ դժվար կլինի։ Չմեռած մարդը իր փառքը սիրում է։ Հնարավոր չի չմեռած մարդը հետաքրքրված չլինի իր փառքով, անհանգստացած չլինի։ Դրա համար, որպեսզի փառքը Աստծուն տանք, մեկ ճանապարհ կա, մեկանալ նրա հետ։ Եթե սա չկարևորենք ու հայտնությունով չընդունենք Սուրբ Հոգու կողմից այս խիստ կարևոր պայմանը, որ մեր առջև դրված է, որ դու ես հավատացյալ ենք դարձել, որ մենք մեկանանք նրա հետ, որ Քրիստոս կյանքը հայտնվի մեր մեջ եւ նա ապրի մեր մեջ եւ նա իրոք իրավունքով մեր առջևից գնա իմ մեջս կեցեքը որ տեղի ունենա վերջապես այդ ինչ իրականություն է Տեր Քրիստոսի մեջ ամեն բան կարգին է տեսեք բոլոր մեր խնդիրները գիտեք երևի 99%-ը եթե ոչ ամբողջը կապված են այս հարցի հետ որ առաջ են գալիս հավատացյալի կյանքում չէ ես չեմ ասում այն մասին որտեղ Աստծո խոսքն էլ ասում որ դժվարություններ կունենաք ասում է աշխարհի մեջ չէ բայց քաջասիրտ եղեք ես հաղթել եմ աշխարհին մի բան է որ մենք այդ դժվարությունները մենք ենք ստեղծում Քրիստոսից դուրս ապրելու պատճառով այսինքն խնդիրներ ենք ստեղծում որոնք կարող էին առաջ չգալ որտեղ մենք մեր տեղում չենք բայց մեկ այլ բան է որ մենք Քրիստոսի մեջ կենալով ենք բախվում խնդիրների երանի են հավատացյալին որ կենալով Քրիստոսի մեջ ճիշտ տեղում անցնում է դժվարություններով եւ պիտի անցնի դժվարություններով բայց այդ բոլոր խնդիրներն ու դժվարությունները երբ ես նրա մեջ ենք իրոք հավատքով կեցած ինքն է դիմագրավում այդ դժվարություններին ինքն է իր հաղթական ընթացքը արդեն կատարել է չէ երկրի վրա եւ մեզ միշտ ասում է միշտ Աստված Աստծո հոգին մեզ հորդորում է քաջ եղիր ես հաղթել եմ աշխարհին քաջ եղիր ես խնդիրները քո բոլոր լուծել եմ նոր եմ քեզ կանչել ոչ թե նոր պիտի լուծեմ ես լուծել եմ խաչի վրա ես ոչ մի խնդիր չեմ թողել բոլոր խնդիրները մարդու համար առաջացող մարդու հետ առնչվող ամեն տեսակ խնդիր ես լուծել եմ լսում ես ով հոգի դու եթե այսօր խնդիրների մեջ ես Տերը ոչ թե ուզում է քո խնդիրները ըստ քեզ որ դու ասում ես Տեր լուծիր Տեր այս հարցը այս խնդիրը Տերն ասում է օ աղջիկս օ տղաս որտեղ ես դու որ դիրքում ես դու եթե դու վերագտնես այսինքն դու իրոք ընդունես ճշմարտության խոսքը եւ քեզ գտնես իմ մեջ դու կտեսնես որ իմ մեջ խնդիրներ չկան իմ ներկայության մեջ չկան խնդիրներ Տերն է ասում խնդիրները դժվարությունները առաջ են գալիս երբ դու կորցրել ես դուրս ես եկել իմ ներկայությունից թող Տիրոջ անունը փառավորվի 1-2 խոսք էլ կարդամ
Տեսեք, Առաջի Կորինթացիներ 8:3-ում ինչ է ասում։ Առաջի Կորինթացիներ 8-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Իսկ եթե մեկը Աստված կսիրե, ինք անկե ճանչեցված է։ Հիսուսը նրանց ասեց, ես ձեզ չէի ճանաչում։ Այս մարդիկ Աստծո անունը, Աստծո զորությունը օգտագործում էին, հրաշքներ էին անում, մարգարեանում էին։ Բայց անհանգստացած չէին Տիրոջը ճանաչելով։ Այս խիստ կարևոր հարցը նրանց համար կարևորված չէր։ Իսկ ինչու։ Ասում է, իսկ եթե մեկը Աստված կսիրե, նրանք Աստծուն սիրելը այդպես չէին կարևորել։ Հասկանում եք։ Առանց Աստծուն այդպես սիրելու, այնպես ինչպես արժան է նրան սիրել, վայել է։ Իսկ դա նորից եմ կրկնում, ինչպես է հնարավոր, նրա հետ մեկանալով։ Այսինքն նախ հենց սերը մեզ մղում է մեկանալու։ Եվ այդ դիրքը զբաղեցնելուց հետո է, որ սկսում է նոր կյանք, Քրիստոսով նոր ընթացք իսկապես, գիտակցված հոգևոր կյանք, շոշափելի, որ մենք շարունակ չկարդանք, ասենք Պողոսը այս ապրումներն ունեցավ, Հովհաննեսը այսպիսի, ուրեմն, կյանքով ապրեց, այսպիսի վկայություններ ուներ իր կյանքում, իսկ իմ կյանքի վկայությունները, իմ կյանքի ապրումները որոնք են։ Չէ՞ որ այս ավետարանը գրվել է, որ այդ նույն ապրումները, այդ նույն փորձառությունները ես ունենամ Քրիստոսի հետ իմ հարաբերություններում, որ ավետարանը կատարվի նաև ինձ վրա, իմ վրա, որպես իրականություն, որպես ճշմարտություն։ Եթե դա չի իմ հավատացյալ դառնալու նպատակը, ես եկել եմ ուղղակի հանկարծ դժոխք չգնամ, չգիտեմ, ուրիշ շարժարիտներ կամ իմ խնդիրները Տերը լուծի, ինչ պրոբլեմ կա, աղոթեմ Տերը պատասխան տա, վերջապես, բայց ես մնամ դրսում, դրսից պաշտող լինեմ, դրսից երկրպագող լինեմ, դրսից շատ գեղեցիկ խոսքեր խոսող լինեմ, բայց այդպես էլ չկարևորեմ Տիրոջ ներկայությունը, նրա հետ մեկանալը, ես ինքնախաբեությամբ եմ զբաղված, ես չեմ չափազանցնում եղբայրներ, ես կոչ եմ անում, ինձ և ձեզ, անկեղծ կանգնենք Տիրոջ առաջ ասենք, Տեր, ես որտեղ եմ, ես իրոք այդ իրականության մեջ եմ ապրելու ապրում, որ դու այդ գինը վճարել ես, որ դա հնարավոր լինի, բայց ես դրսում եմ, Տեր, ես դրսից ուզում եմ քեզ ճանաչեմ, իզուր, անիմաստ ժամանակի կորուստը, աշակերտները դրսից գիշեր ցերեկ Հիսուսի հետ էին, ուտում էին, քնում էին, հրաշքներն էին տեսնում, գործերը Տիրոջ, բայց չճանաչեցին Տիրոջ։ Դրա համար է Հիսուսն ասում իմ մեջս կեցեք, Հիսուսին հնարավոր է ճանաչել ներսից, նրա մեջ կենալով, որի համար էլ Սուրբ Հոգին եկել է։ Տերը հենց իր հոգին դրա համար է մեր մեջ ուղարկել, որ ինքը ոչ միայն մեր մեջ լինի Տեր հոգին, ասում արդ Տերը հոգին է, Քրիստոսի հոգին է կամ նույն ինքը Քրիստոսն է, ոչ թե եկել է ուղղակի մեր մեջ լինի, լեզուներ խոսի, լեզուներով աղոթ քանի, ավելի ճիշտ մեր հոգուն աղոթել տա, որտեվ սա էլ հաճախ ասում ենք Սուրբ Հոգին աղոթք էր անում, չէ, Սուրբ Հոգին մեր հոգու աղոթել է տալիս այդ լեզուներով։ Դրա համար չի եկել նույնիսկ մարգարեություններ անելու, ինչպես կարդացի, հրաշքներ անելու, դրանք նույնպես անելու ամբողջ իրավունքն ու զորությունը Սուրբ Հոգուց է, բայց գլխավոր պատճառը դա չի, որ եկել է Սուրբ Հոգին, ինքը եկել է մեր մեջ, որ մեզ իր մեջ առնի, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ մեզ թաքցնի իր մեջ, որ մեզանից, մեր հին մարդուց որևէ բան չմնա։ Հին մարդը մնա իրոք խաչի վրա, ինչպես Հռոմեացիների 6:6-ում ասում է, զայս գիտնանք, դա տեղի ունեցած փաստ է, որ մեր հին մարդը անոր այդ խաչը ելավ,
որպեսզի մեղքի մարմինը փչանա, այլևս մեղքին չծառայենք, որպեսզի։ Սա կատարվել է, բայց ես որտեղ տեսնեմ, որ դա տեղի է ունեցել եւ ես ազատ եմ այդ մեղքից, երբ ես ինձ գտնեմ իր մեջ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ մեկ խոսքել 2 Տիմոթեոս 2:19 նորից հաստատող այդ նույն ճշմարտությունը։ Երկրորդ Տիմոթեոս 2:19 Բայց Աստծո հիմը հաստատուն կկենա ու այս կնիքը ունի, թե Տերը կճանչնա զանոնք, որ իրենն են։ Այս կնիքը այդ ճշմարտություն որպես դրված է, որ սա անփոխարինելի կամ անխախտելի ճշմարտություն է։ Տերը կճանաչի զանոնք, որ իրենն են։ Ուրեմն նրանց ասեց, ես ձեզ չէի ճանաչում։ Էլի նորից հաստատում է, Տերը կճանաչի նրանց, ովքեր իրենն են։ Իսկ ովքեր են իրենը, ովքեր իրեն են ճանաչում։ Ովքեր եկել են հենց կարևորելու իրեն ճանաչելը, որը այդ ճանապարհով է միայն հնարավոր, երբ խաչը դառնում է մեր կյանքի առանցքային իմաստը։ Երբ մենք հասկանում ենք այդ խաչը ինչի է տեղի ունեցել։ Հիսուս մեռավ, որպեսզի բոլորը մեռնեն, այսինքն մենք որպեսզի մեր խաչը կարողանանք կրել, ինչպես Տերն ասում։ Ով ուզում է իմ հետևից գա, թող իր անձուրանա, իր խաչը վերցնի եւ գա իմ հետևից։ Ինչու՞։ Այդ ուրացում, այդ խաչը վերցնելը, որտեվ քանի դեռ մենք չենք ուզում ուրանալ, այ մեկին գումարած մեկը հավասար է երկուսի միշտ։ Բայց Տերը գին է վճարել, որ այդ մեկը մեջտեղից դուրս գա, իրոք իրան գտնելով Քրիստոսի մեջ։ Եվ ամենաապահով, անվտանգ դիրքում ու տեղում, ամենաերանավետ տեղում, եւ բոլոր հոգեվոր դասերը, բոլոր փորձառությունները, Տերը մեզ խոստացել է այդ դիրքում, այդ տեղում մեզ փոխանցելու եւ մեր մեջ կյանքի վերածելու, որպես որակներ հոգեվոր, այդ պտուղները տալու։ Եվ սա էլ ասեմ ամփոփեմ խոսքս։ Ճանաչել խոսքի իմաստը Սուրբ գրքում։ Եբրայերենում կհիշեք երևի, ասում է եւ Ադամը գիտցավ իր Եվա կնոջը, չէ, եւ որդի ծնեց։ Գրված է գիտցավ։ Հունարենում այս ճանաչել բառը ես բնագրային իմաստների բառարանում եմ նայել։ Այս ճանաչելը, որ հայրենում թարգմանված է ճանաչել, եւ եբրայերեն այն գիտցավ բառը համարժեք են։ Այսպիսի իմաստ ունի, մեկացավ։ Տղամարդը կնոջը մեկացավ եւ արդյունքում կյանք ծնվեց։ Չկա մեկացում, չկա կյանք։ Չկա կյանքի հայտնվել։ Ահա թե ինչու է կարևորում Տերը այդպես մեր իր հետ մեկանալը։ Եթե մենք դա չկարևորենք, Տիրոջ սպասած արդյունքը միշտ կհետաձգվի եւ մենք փառքը, որ Աստծունն է, Աստծուն չենք տա։ Դա մեր բնությունն է, մարդը Աստծուց դուրս միշտ փառք իրեն սիրում է վերագրի, փառավորվել սիրում է մարդը։ Որքան էլ գիտակցի, որ դա լավ չի, բայց մարդը փառասեր է։ Մահվան մեջ է լուծվում, մահով է լուծվում այդ հարցը։ Մահվան մեջ մենք միացել ենք Քրիստոսին, դրա համար է Պողոսն ասում, ես ամեն օր մեռնում եմ, որպեսզի Քրիստոսի կյանքը, մենք ամեն օր մեռնում ենք, որպեսզի Քրիստոսի կյանքը հայտնվի, եւ մահվան մեջ մենք թույլ ենք տալիս, որ Աստծո կյանքը հայտնվելով բերի այն արդյունքը, որ Աստված հենց ինքը մեզանից ակնկալում է։ Քրիստոս կյանքի հայտնությամբ մեր մեջ դրսևորեն բոլոր այն որակները, հայտնվեն բոլոր այն պտուղները, որ Աստված վաղուց է սպասում շատերիս կյանքում, որոնք դեռ չկան ու չկան։ Ինչու, որտեղ դրսից ուզում ենք պտուղ տանք։
որը անհնարին է։ Տեսեք, Մովսեսը մի անգամ սայթաքեց, հիշում եք, Թվոց 20:12-ում այդպիսի խոսք կա գրված, կարդամ եւ ավարտեմ խոսքս։ Երորդ գլուխ 12 խոսք։ Եվ Տերը խոսեցավ, իհարկե մինչ այդ հիշում եք երևի, Տերը ասել էր խոսիր ժայռին եւ ժայռը ջուր կտա, բայց Մովսեսը ոչ թե խոսեց, բայց միայն չխոսեց, նաեւ հարվածեց ժայռին։ Որտեւ մի անգամ այդպիսի փորձառություն ունեցել էր Մովսեսը, առաջի անգամ Տերը ասել էր հարվածիր ժայռին։ Ինքը մտածեց, որ ավելորդ չի լինի, այս անգամ էլ հարվածեմ, բայց Տերը չէր ասել, այս անգամ ասել էր խոսիր ժայռին։ Եվ որն էր այդ ժայռը, որ ասում նրանց հետ գնում էր, հիշում եք այդ խոսքը, Քրիստոսն էր։ Ճիշտ այդ ֆիզիկական ժայռի պիտի խոսեր եւ առաջի անգամ հարվածեր եւ երկրորդ անգամ խոսեր։ Առաջի անգամ Տերը թույլ տվեց, որ հարվածեն իր որդուն, բայց երկրորդ անգամ թույլ չի տա։ Դրա համար Մովսեսը, երբ որ երկրորդ անգամ խոսեց եւ հարվածեց ժայռին, որ Տերը չէր ասել։ Լսեք ինչ եղավ։ Եվ ջուրը եկավ, ջուրը հոսեց, բայց Տերը խոսեցավ 20:12 Թվոց Մովսեսին ու Արոնին, որտեվ ինձի չհավատացիք Իսրայելի որդիներու աչքերու առջև զիս փառավորելու։ Ինձ չհավատացիք։ Բոլոր անհնազանդությունների հիմքում անհավատությունն անգած, չհավատալն անգած։ Աստծո խոսքին չհնազանդվելն անգած։ Հավատալը Աստծո խոսքի հնազանդությունն է։ Աստծո խոսքի պես վարվելն է։ Անոր համար այս ժողովուրդը դուք պիտի չտանեք այն երկիրը զոր անոնց տվի։ Եղբայրներ քուրեր, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Գտնվելով իրականում Տիրոջ մեջ, բայց ապրելով Տիրոջից դուրս, մենք ոչ մի լավ արդյունք չենք բերելու։ Այն ինչով մենք զբաղված ենք, ամենաշատը վերջում կդիտվի կրոնավորություն։ Կրոնը հենց սա է, որ դրսից մարդը ինքն իրենով ուզում է Աստծուն հաճեցնի, Աստծո խոսքը պահի, Աստծո կամքը կատարի։ Մենք շատ կարող է խոսենք շնորհքից, կրոնից, բայց այդպես էլ գործնականում մնալով այդ սխալ տեղում, որտեղ Տերը մեզ երբեք չի ուզում տեսնի։ Ասում է ես գին եմ վճարել, որ դու քեզ գտնես իմ մեջ եւ այնտեղից դուրս չգաս, սովորես կենալ իմ մեջ, որտեղ ես իրավունքով քո արջևից կգնամ եւ կանեմ այն, ինչ որ ես ինքս քեզանից ակնկալում եմ։ Եկեք ոտքի կանգնենք։ Այն ճաշակելը, որ ասում է ճաշակեցեք եւ տեսեք, չէ, որ Աստված քաղցր է, Աստված բարի է, հնարավոր է դարձել բացարձակ իմաստով Քրիստոսի կատարած զոհի արդյունքում, որտեվ այդ ճաշակելը, որ Աստված նկատի ունի, հնարավոր է նրա ներսում կենալով։ Այնտեղ որ Սուրբ Հոգին մեզ ճաշակել է տալիս այդ երկնքից իջած հացը որպես կյանքի հաց, եւ մենք ուտելով հայտնապես վայելելով նրա ներկայության մեջ, այդ խաղաղության մեջ մեզ իրոք տեսնելով, որտեվ Տերը միշտ ուզում է իր զավակներին տեսնի այդ ապահով հանգստի ու խաղաղության մեջ, ոչ թե վասքի, ոչ թե թեկուզ իրոք այդպես անկեղծ Տիրոջ համար վազելու այդ ընթացքների մեջ, Տերն ասում է ուր ես վազում, այդ ինչ ծառայություն ես անում, դադարիր, դու քեզ գտիր իմ մեջ, նախ սովորիր, այս կարևոր դասը ես գին եմ վճարել, որ դու քեզ իմ մեջ գտնես, նստես իմ մեջ, վայելես այդ երանությունը, այդ խաղաղությունը, նոր այդ դիրքից,
Ոչ թե դու, այլ ես, քեզ հետ միասին շարժվենք։ Ես գնամ եւ դու իմ հետևից գաս։